Արվի բար նախագարով արգելի առապաններն աղորդում են բոլորի Բարոն Ախվեջյան, նորակարգի 15-րդ հարցի հետ կապված առաջարկում են 15-րդ հարցի նորակարգից հանել, հետագայում բարձաբանումներ քննարկումների համար առաջարկում են դնել քվեարկություն Մշտական հանձնաժողովում քննարկվել է հարցը։ Ինչ-որ Պարոն Արտենյանը ասեց, որ պայմանագիր բանի հետ կապված այդտեղ պայմանագիր կա, մի որ տարվան ճիշտ է, երկար ետիքություն կամ Միքայելյանը թող բարձրանում տա, դրանից հետո հասնենք առաջ։ Մինչև հաստատելը այս հարցի մասին դարձիկ կազմենք ու առաջարկը սկսում եմ ուտում։ Հարցի ժամանակ է հարցը կտակի հարցը։ Պարոն Ախվեջյան, հարցի ժամանակ հարցերը տակ, բայց մինչև օրակարգը հաստատելը հարցը կարի, որ ունենք արդյոք օրակարգի հետ կապված, այո ունենք, խնդրում եմ դիտարկել են փաստը, որ քաղաքացիական խմբակցության, պայմանագրի խմբակցության կողմից այս հարցի հետ կապված խնդրում ենք ունենալ բարձրաբանում։ Ուստի առաջարկում եմ այս լիստից հարցը հանել, հետագայում քննարկել, մյուս լիստով դնել։ Չէ, եթե բարձրաբանում հարց կա։ Եթե չէ, խնդիր չկա, դնենք քվեարկության։ Եթե հարցը գա, ասենք, Չէ, հիմա չքվեարկենք, ովքեր են կողմ, որ հարցը հանենք, և ովքեր են դեմ, որ հարցը հանենք։ Խնդրում եմ քվեարկենք։ Ովքեր են կողմ, որ հարցը հանենք։ Ովքեր են դեմ, որ հարցը Շատ կացկրտեմ, բարձրաբանում։ Ուրիշ հարցեր կան, կարող օրակարգը խնդրում եմ հաստատել, ովքեր են կողմ մի օքի դեմ, ଏକ օքի դեմ Օրակարգի շուրջ հարցերը զեկույցի անհասարակ են։ Ողջունում ձեզ հարգելի ավականիներ, օրակարգային առաջին հարցը որոշման նախագիծը ձեզ են ներկայացնում վերաբերում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի Բաղրամյանի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու, կանոնադրությունը նոր խմբակցությամբ հաստատելու և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի հավաքանու 2010 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 8/5 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով Փարաքար համայնքի հավաքանին որոշում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի Բաղրամյանի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյանի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյանի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբակցությամբ համաձայնավորված է և երրորդ կետով ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի հավաքանու 2010 թվականի նոյեմբերի 25-ի ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքի Բաղրամյան մանկապարտեզ համայնքային
ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն հաստատելու մասին թիվ 8 դրոպին որոշումը։ 4-րդ կետով սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Շնորհակալություն։ Հաջորդ որոշման նախագիծը հավելյալ ավականին է վերաբերում է համայնքային սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։ Խոսքը հենց նույն Բաղրամյանի մանկապարտեզի մասին է։ Մի փոքր ուզում եմ բարձրացնել այս որոշման կայացնելու անհրաժեշտությունը, քանի որ մեր բոլոր մանկապարտեզները լիցենզավորման փուլ պետք է անցնեն, Բաղրամյանը չունի լիցենզիա, որ մինչև այժմ գործել է մանկապարտեզը առանց լիցենզիայի։ Լիցենզիա տրամադրելու կարևոր առաջին պայմանը նա է, որ պետք է ինքը իր անունով ունենա սեփական գույք կամ անհատույց օգտագործման իրավունքով ունենա սեփական գույք, որով որ իր գործունեությունը ծավալում է։ Այնպես որ համայնքի ավականին անհատույց օգտագործման իրավունքով այս որոշմամբ Բաղրամյանի մանկապարտեզին է հանձնում Բաղրամյանի մանկապարտեզի ամբողջ տարածքը սեփականության իրավունքով տնօրինելու, որ կարողանա հաջորդիվ քայլերը իրականացնել։ Այսքանը։ Ովքեր են գոհ Անսարյանն։ Շնորհակալություն։ Որոշման հաջորդ նախագիծը վերաբերում է նույնպես համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։ Խոսքը վերաբերում է Մուսալերի մանկապարտեզին այս անգամ։ Ճիշտ է, Մուսալերի մանկապարտեզն ունի լիցենզիա, որի ժամանակահատվածն արդեն անցել է եւ նա պետք է նոր կանոնադրություն ենք հաստատել նախորդ հավաքականության ժամանակ եւ անվանափոխություն ենք արել։ Հիմա պետք է անհատույց օգտագործման իրավունքով այդ մանկապարտեզի տարածքը տրամադրենք, որ լիցենզիան ինքը նորից վերագործարկի։ Այսքանը մնացած համայնքների մանկապարտեզներ անցել են այս գործընթացը։ Մանկապարտեզներ կան, դեռ բաժանման փուլում ենք։ Քիչ-քիչ այս ամեն գործընթացներն իրականացնում ենք։ Ուրիշ հարցեր, խնդրում եմ քվեարկել, ովքեր են գոհ Անսարյանն։ Շնորհակալություն։ Հարգելի ավականիներ, հաջորդ որոշման նախագիծն եմ ձեզ ներկայացնում առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ՀԿ-ին գումար հատկացնելու համաձայնություն տալու մասին։ Ուզում եմ նորից ներկայացնել, ինչի համար է անհրաժեշտություն առաջացել այս նախագիծը, որոշման նախագիծը ձեզ ներկայացնելու։ Գիտեք, որ մեր համայնքում մի քանի բնակավայրերում գործունեություն են ծավալում Արմատ այդպես գիտենք, բայց իրանց առաջատար կոչում են տեխնոլոգիաների ձեռնարկություն։ Նորակերտում է իրականացնում գործունեություն Բաղրամյանի դպրոցում, Մուսալերի դպրոցում եւ մենք հանդիպում ենք ունեցել Սեդրակի հետ, իրանց տնօրենի ՀԿ-ի եւ ժամանակին գրություն են ներկայացրել մարզպետարան, Մուսալերի եւ Արմավիրի մարզում գտնվող նաեւ այլ համայնքներում իրենց գործունեության ծավալած վայրերում գույքով համալրման խնդրանքով օգնություն ցուցաբերելու մասին։ Իրենց մարզպետի ներկայացված գրության մեջ նաև եղել է Մուսալերը, դրա համար մարզպետը մեզ վերահասցեավորել է այդ գրությունը։ Նպատակահարմար ենք գտնում օգնել Արմատին վերազինել այդ Մուսալերի դպրոցի լաբորատորիան, որպեսզի երեխաները անվճար իրենց գործունեությունը նաև կարողանան ավելի լավ պայմաններում եւ ավելի հագեցված գույքով իրականացնել։ Այսքանը։ Հարցեր չկան, խնդրում եմ քվեարկել, ովքեր են գոհ Անսարյանն։ Շնորհակալություն։ Օրակարգի 6-րդ հարցը 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաստատումն է դիզայնուցի Սարհատ Թևոսյանը։ Շնորհակալություն։
Պատմանը ներկայացնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը, որում ներառված են համայնքի տեսլականի և ոլորտային նպատակները, համայնքապետարանի աշխատակազմի և ավականու աշխատանքային ծրագրերը, համայնքի 2026 թվականի ծրագրերը, ծրագրի ցանկը և տրամաբանական հենքերը։ Խնդրում եմ հաստատել։ Հարցեր չկա, խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ, անցավ միացան։ Օրակարգի հաջող 9 հարցերը կներկայացնի Հակոբ Միքայելյանը։ Ողջունում եմ ձեզ անկաժան հավաքական անդամներ, անկաժան կոմիտեի ղեկավար, ներկայացնում օրակարգային առաջին հարցը։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքան համայնքի ավականների 2025 թվականի օգոստոսի 4-ի թիվ 86 ավորոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի առաջին մասով Փարաքան համայնքի ավականի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքան համայնքի ավականու 2025 թվականի օգոստոսի 4-ի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքան համայնքի սեփականության հանդիսացող անշարժ գույքի անհատի օգտագործման իրավունքով տրամադրելու մասին թիվ 86 որոշման մեջ կատարել լրացում։ Որոշման առաջին կետում գտնվող բառերից հետո դրածն է 049400630009 կադաստրային ծածկագրող բողամասը 4300 քառակուսի մետր մակերեսով բառերով և թվերով։ Խոսքը այս նշան եւ այդակարաններ դպրոցի մասին է, հա, այնտեղ մենակ շենքն է տրված իրանց, հիմա բողամասն ենք շահկացնում իրանց, հա։ Ուրիշ հարցեր կան։ Խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ, անցավ միացան։ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքան համայնքի սեփականության հանդիսացող օպամաս ուղղակի վաճառքի միջոցով ընդլայնման նպատակով Կարեն Լյուդվիգի Ավետիսյանի մտարելու մասին։ Ղեկավարվելով տեղական տնտեսական մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550 որոշումներով Ինք ընտրելով Կարեն Լյուդվիգի Ավետիսյանի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 5431 դիմումը Փարաքան համայնքի ավականին որոշում է տալ համաձայնություն Կարեն Լյուդվիգի Ավետիսյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքան համայնքի մերձավան գյուղում գտնվող 04-065-062-014 կադաստրային ծածկագրով 0.1765 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, որից 0.1 հեկտար հասարակական կառուցապատման փոխանցական նշանակության, 0.765 հեկտար բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին գիծ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքան համայնքի մերձավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-065-022-015 կադաստրային ծածկագրով բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.165 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով ընդլայնման նպատակով օտարել Կարեն Լյուդվիգի Ավետիսյանին։ Վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով 1 քառակուսի մետրի համար 4441 ամբողջ 8 դրամ։ Հարցեր կան։ Սուպերմարկետն է, հա, իր դիմացն է, մի մետր առաջ գալիս ու ճակատով։ Չէ, իր դիմացն է այս։ Խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ, Դեն, Դերնպա, երկու Դերնպա։ Հաջորդ օրակարգային հարցը Փարաքան գյուղում գտնվող հողամասը Փարաքան համայնքի սեփականությունը համարելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 658 որոշման 2-րդ ավելացի 37-րդ կետի պահանջներով ինք ընտրելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2026 թվականի հունվարի 8-ին տրված թվականի նկատմամբ իրավունքի պետական գրանցման բարոյը բացեցնելու թիվ K001-2026-04-056 որոշումը Փարաքան համայնքի ավականին որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքան համայնքի Փարաքան գյուղի Լևոն Շան փողոցի 9 արձան գտնվող 0.0047 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը հողամասը համարել Փարաքան համայնքի սեփականությունը։ Հարցեր կան։ Մի հարցը նկատում եմ էլի շատ դեպքերում sense որոշ հողատարածքներ Փարաքան համայնքի սեփականություն են համարում, այնուհետև պլանավորումի կամ
Գորվիցե անձի կամ աճուրդի հանենք, ես ճիշտ եմ ճիշտ է։ որովհետև այդ պարագայում ոնց է գործընթացը, անձը գալիս է դիմում մասնաց տարածք ուզում է սեփականացնեն, հետո մենք այդ գործընթացը։ Այսինքն կանխապ մենք բանը որոշած ենք լինում, թե մնա դառնալու ի վերջո։ Եթե կառուցապատած է, շինություն կավելեն, իր կարագադիմի, որպես ինքնական օրինականացնի, այսինքն նախնական պետք է հավաքանին ճանաչի համայնքային սեփականով, բանակ ուտալին, եթե դատարկ հողամաս է, բնականաբար աճուրդի։ Հիմա այնուամենայնիվ այս կարծես թե օրերի ճակատագիրն էլ է էլի նախանշվում, ճիշտ եմ հասկանում։ Պարոն Գրիգորյան, ցանկացած պարագայում հողամասը համայնքային ճանաչելու ժամանակի հավաքանին համաձայնություն տալի, թե ուղղակի թե աճուրդը վաճառքի դեպքում է լրացուցիչ, որից հավաքանին իր համաձայնությունը պիտի տա։ Այսինքն հիմա համայնքային ճանաչելու դեպքում ինքը չի դատապարտված, որ պարտադիր օտարվելու է առանց համայնքի հավաքանի իմացության։ Այսինքն հիմա ճանաչվեց համայնքային սեփականություն, գրանցվեց սեփականությունը համայնքի նկատմամբ, հետո նորից պիտի դրվի հավաքանու լիստին, հավաքանու քրեակցությանը, որպեսզի կամ օտարվելիքային նպատակով, կամ ուղղակի վաճառքով, կամ աճուրդով։ Շնորհակալություն, բայց դրա մասին չի խոսքը։ Իմ ասածը մենք նրա մասին է, որ մենք կոնկրետ ուղղակտորներ ենք հատված համայնքային սեփականություն ճանաչում։ Իսկ դա խոսում է այն բանի մասին, որ ի սկզբանե որոշված է լինում դրա ճակատագիրը։ Եթե ձեր ասածները եթե ձեր ասածի պես նայենք հարցին, բոլոր հնարավոր տարածքները մենք համարեինք մեկ որոշման, մեկ ավարտանու որոշման, համարեինք քաղաքական համայնքի սեփականությունը։ Դրանից հետո մեկ մյուս քայլը արդեն օտարման հետ կապված որոշումներ լինելու։ Բայց ես բոլորովին նկատում եմ, որ առանձին հողակալության, առանձին համարում ենք քաղաքական համայնքի սեփականությունը, հետագայում կարծես թե եւ Հակոբ հաստատեց օտարման նպատակով, այդտեղ արդեն հասկանանք օտարումը ոնց կլինի։ Ֆիզիկապես հնարավոր չի բոլոր հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն, դրանց նկատմամբ իրականացնել պետական գրանցում։ Ցանկացած հողամասի նկատմամբ, երբ որ լինում է դիմում, այդ դիմումը ընդունվում է, տրվում է ընթացք։ Ըստ ընթացքի նախ ճանաչվում է համայնքային սեփականություն։ Մինչև հավաքանու կողմից այդ համաձայնություն տալը քննարկվում է մշտական հանձնաժողովի նիստում, ստանում է դրական եզրակացություն, ընդունվում է մտնում հավաքանու նիստ, հավաքանու կողմից ստանում է համաձայնություն, գրանցվում է քաղաքական համայնքի սեփականությունը, նորից այդ նույն պրոցեսով նույն ընթացակարգով որոշվում է ինքը օտարվում է, թե չի օտարվում։ Այսինքն, երբ որ ինքը որոշվում է, որ գրանցվում է քաղաքական համայնքի սեփականությունը, դա դեռ չի նշանակում, որ ինքը դատապարտված է օտարվում։ Պարոն Մարկարյան, գործընթացը, որը նկարագրում եք, ես ինքս լավ տեղյակ եմ։ Իմ հարցը ոչ թե գործընթացի մասին տեղեկատվություն ստանալն է, իմ հարցը այն բանի մասին է, որ երբ որ մենք ըստ էության հաստատվեց այդ իմ հարցը, մտահոգությունը հաստատվեց։ Իմ հարցը այն բանի մասին է, որ երբ որ առանձին ինչ է որ գործնականում ոնց որ դուք եք ասում հնարավոր կլինի անել։ Մենք հողակտորներ ենք համարում քաղաքական համայնքի սեփականությունը։ Մենք ի սկզբանե արդեն կանխորոշած ենք ունեն դրա ճակատագիրը։ Եվ ես իմ հարցի պատասխանը ստացա, այո, կանխորոշված է լինելու։ Այլ առնվազն չկա։ Ոչ թե կանխորոշված, այլ նպատակային է, դրանք տարբեր բաներ են։ Պարոն Գրիգորյան, ոնց հասկացա, կանխորոշված է, չէ՞ արդեն։ Չէ, դատարկ համասը։ Բայց ինչ-որ մեկի հարակից տարածվում է։ Այսինքն, որ ինքը կարա հետագայում էդի կամ ասենք ուղղակի վաճառք։ Ուղղակի վաճառք չի, Աճուրդը։ չի կարող։ Կարան ուրիշ մարդիկ էլ մասնակցել։ Իսկ տեղադիրքի մասին ինֆորմացիա կա։ Դպրոցը կողքն չասած դպրոց, աճուրդից ծաղկում Գարաժը Արտունեցի դիգան որ ուզում ենք։ Այս հողի հետ կապված են ժամանակ էլ բաները, իրանք դիմել են մի քանի անգամ, քանի որ դեռ գոտի բայել բանի խնդիր կար, ես այդ բանավոր խնդրանքը դիմում մերժել, որովհետև այդտեղ ճանապարհի նեղացում կա, ուստի համայնքի շահը ֆայելով այդ հողամասի օտարումը այն ժամանակ մենք չեղարկել ենք։ Այդ նույն հողամասի մասին է։ Այն գարաժը որ կա, Գարաժի իրանք շարունակություն մի մասը, այո։ Գիտեմ ինչի մասին է խոսքը։ Այդտեղ ճանապարհի նեղացում կա։ Դուք եք տեղյակ դեպի այդ հրաչի մասին օրեցում։ Այդ
Ես այնպես է չափագրած, որ ճանապարհին ընդհանրապես չի գտնում պատի շարունակությունն է, ասեն այդ կողմը չի կարող ճանապարհ դառնալ, ինքը տուպիկ է։ Ասեն մեքենան մտա, ինքը չի կարող այդ կողմը գնի, դիմացը գարաժն է, հետևի իր Դրանից էլ դպրոցի պաստանցիան, ճիշտ է փոխը։ հետևը։ Իր հետևը այն դպրոցի ենթակայանն է, որտեղից ծնուցում է դպրոցը այդ հարակից բոլոր թաղամասերը։ Ուստի այն ժամանակ էլ մենք դրա հետ կապված նաև անվտանգության գոտի պահելու համար, որ դպրոցով ոչ թե դպրոցի տարածքով մենք գանք նորից հասնենք ենթակայան, քանի որ նպատակ կա նաև այդ ենթակայանը դպրոցի առանձնացնել, բացվող, այս մուտքը տալ այս կողմից։ Ուստի նպատակահարմար չի փակել ենթակայանի մուտքը։ Կարող կողմասը նայում, ընդհանրապես կանգառում։ Սա դոկես դիտար։ Բան գտնազան, առաջարկ կարելի է ես ասել։ Իհարկե։ Քանի որ այս ամեն ինչը արդեն պրոցեսը անցել է, մշտական հանձնաժողովի նիստում են ինքը դրական եզրակացություն հաստատել։ Ինքը կարող է ճանաչվել համայնքային սեփականություն, այս մենք քննարկում ավելի խորացված մենք ունենանք, ու օրինակ որ որոշենք, ոչ աճուրդան եղանակով, ոչ ուղղակի վաճառքով իրան չոտար։ Ուղղակի մնա որպես այդպեսին համայնքային գույք։ Ինքը հնարավորություն ունի, ու ոնց որ ասեցի, ինքը երբ որ ճանաչվում է համայնքային սեփականություն, ինքը դատապարտված չի օտարվում։ Շատ բարի, ընդունեցի ձեր ասածը, բայց մի բան էլ ես ասեմ, ստեղ ոչ մեկս հավես չենք, ուստի մենք կարող ենք այս նույն հավականով այդ որոշումը ընդունենք, ու մեզ հաջորդող մարդը գա, նման ձևակերպումներ ու այդ կանոնները չպահի, ու այդ հողամասը օտարի, ամենայն հարգանքով մեզ հաջորդող մարդկանց։ Ես ձեր համաձայն եմ ու այդ նույն պրոցեսը համայնքային մի անգամ համայնքային ճանաչելու գրանցում ստանալը ընդհանրապես մեկ ամսվա մաքսիմում տարբերություն է տալու, այսինքն մեր մարդիկ ովքեր ցանկացան օտարելու, այս պրոցեսի միջով կարող են թեկուզ մեզնից հետո անցնել, ու այդ ամեն ինչը կազմակերպել, այսինքն համայնքային ճանաչել թե չճանաչել, մեզ հիմա չի խանգարելու, ոչ հետաքրքրելու, ոչ առաջ։ Մի հատ բնակելի կառուցապատման, կարող փոխենք հասարակական, ասենք համայնքային, ասենք այնպիսի կառուցապատման, որ իրավունք ունենան կամ աճուրդով կամ ինչ-որ բանով օտարելու։ Որ հետագայում մնա համայնքի Ոչ թե մենք դեմ ենք, որ դա գա համայնքի բալանս, Ես ես հասկանում եմ, այլ հետագայում մեր սերունդներին ապահովելու համար է իմ նպատակը, իմ մտահոգությունը։ Դրա համար եմ ասում, հիմա մենք համայնքային ճանաչելով դրա նկատմամբ պետական դերացում կատարելով, մենք ամենայն դեպս այդ ուղղությամբ հետքայ չենք կատարում։ Մենք կարող ենք հիմա ճանաչել, հետո քննարկել, հասկանալ դա նպատակահարմար դառնա թե չէ։ ամեն դեպքում պետք է քննարկվի հետո ավականորեն նիստով հասնի օտարվում։ Ցանկացած Շատ բարի։ հետո նորից ավականով քննարկում։ Մշտական հանձնաժողովի թե ավական։ Շատ բարի։ Ուրիշ հարցեր ունենք, ընդունում եմ քվեարկել ովքեր են գո։ Մենք ասում ենք ապակային հաշվարկը, մեր համասը բարեկամների սեփականություն համարելու մասին։ Ղեկավարվել վարչության կառավարության կազմակերպության թվականի ապրիլի 25-ի ծանոթություն են որոշման դրոց հավելվածի 37 կետ պահանջելով հիմք ընդունելով վարչության կադաստրի կոմիտեի 2026 թվականի հունվարի 20-ին տրված յուքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ավարտը կասեցնելու մասին թիվ 2001-2026-04-056 որոշումը բարեկամների ավականի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բարեկամների մերձավան գյուղի Երևանյան փողոց 4 Նիփանսկի 7-րոպեց հասցեն գտնվող 0.044 հեկտար մակերեսով բնակավարի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համասը համարել բարեկան համակի սեփականություն։ Հարցեր կան։ Հարցեր չունենք, ընդունում եմ քվեարկել ովքեր են գո։ Անցավ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բարեկան համայնքի սեփականություն հանձնացող աշխատանքը անհատության օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 206 հոդվածի երկրորդ մասով, 685-րդ հոդվածի առաջին մասով, 687-րդ հոդվածի եւ 687 հոդվածներով եւ հիմք ընդունելով Հայաստանի էլեկտրական ցանցեր ՀԲ-ի 2026 թվականի հունվարի 15-ի թիվ ծրոտ գրությունը Փարաքար համայնքի ավականի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թալիով գյուղի կեն Արեգացու թաղամաս 4 բողոք թիվ 24 արձեն գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0409400716 0002 կադաստրային ծածկագրով 0.0018 հեկտար
մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը անհատույց օգտագործման իրավունքով 30 տարի ժամկետով տրամադրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՏԲ-ին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՏԲ-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ Հարցեր կան։ Ընդունակ իհարկե ովքեր են թող Հաջորդ հարցը Վիգեն Ժորայի Ավագյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակություն փոխելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օգուտի 715-րդ մասով Լիբին կնտրոլով Հայաստանի Հանրապետության Համավիրի մարզի փառաքարամիքի ղեկավարի կողմից 2026 թվականի հունվարի 25-ին տրված ճարտարապետարական առաջնորդի նախագիծի եւ քաղաքացի Վիգեն Ժորայի Ավագյանի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 6356 դիմումը փառաքարամիքի հավաքանի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Համավիրի մարզի փառաքար համայնքի փառաքար գյուղում գտնվող Վիգեն Ժորայի Ավագյանի սեփականության իրավունքով պատկանող 04-94-05-21-0010 կադաստրային ծածկագրով 0.1221 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսկը խաղողի այգի հողամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընդերգործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր ունեն։ Ընդունակ իհարկե ովքեր են որ Հաջորդ հարցը Prime Import ՍՊ-ի սահմանափակ պատասխանատվության ընկերության սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակություն փոխելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային ինստիտուտի 715-րդ մասով եւ ընդունելով Հայաստանի Հանրապետության Համավիրի մարզի փառաքար համայնքի ղեկավարի կողմից 2026 թվականի հունվարի 29 թվականի տրված ճարտարապետարական համակարգի նախագիծը եւ Prime Import ՍՊ-ի տնօրեն Գրիգոր Արթուրի Մովսիսյանի 2026 թվականի հունվարի 16-ի թիվ 078 դիմումը փառաքար համայնքի հավաքանի որոշումը։ Հայաստանի Հանրապետության Համավիրի մարզի փառաքար համայնքի փառաքար գյուղում գտնվող Prime Import ՍՊ-ին սեփականության իրավունքով պատկանող 04-94-05-30-013 կադաստրային ծածկագրով 0.22 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսկը վայելող հողամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընդերգործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում կտուղ բանջարեղենի սահմանային պահպանության տնտեսություն կառուցելու համար։ Պարոն Արտակյան, պարզապես ողջունելի է, որ աշխատանքներ են ստեղծելու զարգանում համայնքը հետևողական լինեն, որ կոնկրետ կառուցվի նշված ձեռնարկություն, որով որ իրանք փոխում են որոնց նպատակային է։ Սառնարանային տնտեսություն է, կառուցած սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն է։ Մենք հանձնաժողովում քննարկել ենք, այսպես նախագծերը ներկայացրել են Միքայելյանը, հիմա չուտի համապատասխանում է։ Այս խնդրում եմ ընթացքում շինարարության մոնիտորինգ անել մի քանի ամիսում պարոն Արտակյան, որպեսզի շեղում չլինի նախագիծ։ Պարոն Արտակյան, դրա մասին է խոսացինք, մենք էլ ենք շատ ուշադիր ենք այդ հարցերին, որ ոչ նպատակային օգտագործում չլինի ամասը։ Շատ կարևոր է այդ ոչ նպատակային, որովհետև ունենք միցել այդպես ոչ նպատակային բազմաթիվ ուստի այսօր դա պարոն Արտենյանի առաջարկն է, որ ավելի աջակցություն լինենք բոլորս միասին, ոչ թե կոնկրետ այդ քաղաքաշինության բաժինը կամ հողաշինության բաժինը, մենք էլ որպես հավաքանիներ խնդրում հորդորում եմ բոլորիս մեր բնակավայրերում կամ մեր հենց համայնքում նմանատիպ ապօրինի գործունեություններ որ չթողան։ Այդքան բան։ Ուրիշ հարցեր չունեն։ Ընդունակ իհարկե ովքեր են թող անցավ հարցը։ Հաջորդ օրակարգային հարցը Կարեն Գավնիկի Մինասյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակություն փոխելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային ինստիտուտի 715-րդ մասով եւ ընդունելով Հայաստանի Հանրապետության Համավիրի մարզի փառաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի փետրվարի 15-ին տրված ճարտարապետարական առաջնորդի նախագիծը եւ քաղաքացի Կարեն Գավնիկի Մինասյանի 2026 թվականի փետրվարի 3-ի թիվ 0433 դիմումը փառաքար համայնքի հավաքանի որոշում է։ Հայաստանի Հանրապետության Համավիրի մարզի փառաքար համայնքի Մուսալեր գյուղում գտնվող Կարեն Գավնիկի Մինասյանի սեփականության իրավունքով պատկանող 04-69-017-0019 կադաստրային ծածկագրով 0.1570 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսկը վայելող հողամասի նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընդերգործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հետագայում ջերմոցային տնտեսություն կառուցելու համար։ Հարցեր ունեն։ Այսին դպրոցի մոտով որ այդպես ծաղկում է,
դեպի առաջադեմ ճանապարհ։ Թվում է ովքեր են կողմ։ Ներկայացնում օրակարգային հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Աղավնի մարզի Փառաքար համայնքի մերձավայր գյուղական համայնքի սեփականություն անցկացող ուղղամասը ուղղակի վաճառքի միջոցով Գագիկ Իշխանի Ստեփանյանի օգտագործի մասին Հետավարվելով Հայաստանի Հանրապետության Նովայնորս գրքի 56-րդ հոդվածի 5-րդ եւ 8-րդ մասերով, 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, 2-րդ եւ 3-րդ մասերով, Դրական ինքնակառավարման մասին օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման առաջին կետով, հաստատված հավելվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1101-ից են որոշման պահանջները Հայաստանի Հանրապետության Աղավնի մարզի մերձավայր գյուղական համայնքի եւ քաղաքացի Գագիկ Իշխանի Ստեփանյանի միջև 2003 թվականի հոկտեմբերի 17-ին կնքված անշարժ վաճառական պայմանագիրը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Աղավնի մարզի Փառաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը եւ քաղաքացի Գագիկ Իշխանի Ստեփանյանի 2025 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 6142-ում Փառաքար համայնքի ավականի որոշում է։ Ուղղակի վաճառքի միջոցով քաղաքացի Գագիկ Իշխանի Ստեփանյանն օտարել Հայաստանի Հանրապետության Աղավնի մարզի մերձավայր գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող Աղավնի մարզի Փառաքար համայնքի մերձավայր գյուղում գտնվող 04-505-06-00605-007 կադաստրային ծածկագրով 0.4856 հեկտար մայթերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր գործառնական նշանակության հողամասն վաճառքի 5 սահմանը կադաստրային արժեքի չափով 1 քառակուսի մետրի համար 189.5 դրամ ուղղակի վաճառքի 9 սահմանը տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով 770,912 դրամ Այսին հարցնա, որի մասին ստեղծություն պարոն Գիմնազարյանը ստեղծվեց խոսա, ինչ են ես առաջարկում, այնուամենայնիվ կողմ չտվյարկենք, հետագայում ես հիմքերը խոսքինը պայմանագրի մասին, վարձակալության պայմանագրի մասին, հետագայում հիմքերը լավ ուսումնասնենք, որովհետև այնուամենայնիվ հարցեր առաջանում, մի հողատարածք, որ մենք կարող աճուրդով ավելի էականորեն ավելի քան գնով վաճառենք, ինչ ենք վաճառում վաճառում, եթե մատնանշվում է պայմանագիրը ում հետ է, ինչ դրույթներով է, դրա մասին կարծում եմ ևս մեկ անգամ անհրաժեշտ կլինի քննարկում ունենալու եւ նաեւ պայմանագիրը փորձագետներին տրամադրելու իրենց եզրակացությունը ստանալու համար։ Ես առաջարկում եմ դուք մեծամասնությունը քվեարկելու պարագայում իհարկե որոշումը կընդունվի, բայց այնուամենայնիվ առաջարկում դեմ քվեարկեք, հետագայում ավելի խորացված հարցին մոտեցում ցուցաբերելու համար։ Ես ամեն դեպս այդպես կնշում եմ։ Ինչքանով է բավականական, երբ որ մարդը 23 տարի անընդմեջ ու բացահայտ այդ հողամասի տիրապետում է, օգտագործում է, դրա նկատմամբ ունի գրանցված իրավունք վարձակալության տեսքով, ու այսօր այդ մարդու ձեռքից այդ հողամասը վերցնել ու աճուրդային կարգով դնել օտարման։ Արժեքի մասով այս պահին բան չեմ ասի, բայց կոնկրետ աճուրդի մասով ես ուզեի ձեր դիրքորոշումը նա այդ հարցում լսել էլի։ Պարոն Մարկարյան, ես հիմնական զեկուցողը չեմ։ Ես հիմնական զեկուցողը չեմ, ես հարցեր չեմ պատասխանում։ Այնուամենայնիվ այս անգամ ձեր ասածին կպատասխանեմ։ Հենց ձեր դրած հարցի եւ նմանատիպ այլ հարցերի մասին խոսալու եւ խորացված ուսումնասիրելու համար եւ նաեւ ոչ թե միայն տրամաբանական կողմը հասկանալու, այլ նաեւ իրավական կողմը հասկանալու համար։ Իմ առաջարկը հետեւյալն է, որ հարցը դեմ քվեարկենք, որոշմանը դեմ քվեարկենք, հետագայում իրավական կողմը փորձագետական եզրակացություն ստանալու պարագայում նոր ճշգրիտ հասկանանք ու ապա նստենք որակալ։ Սրա մասին է խոսքը։ Հարցերի քննարկման համար գոյություն ունի աշխատակազմ, գոյություն ունի մշտական հանձնաժողով, որը քննարկում է հողային հարցերը, իսկ իրավական կողմը պահվում է, երբ որ դրվում է ավականում որպես ավականու որոշման նախագիծ։ Պարոն Մարկարյան, չեմ ուզում երկխոսություն դառնալ, այնուամենայնիվ եք որոշում, ոնց կորոշեք, ես ամեն դեպս կողմ չէի քվեարկել։ Այնուամենայնիվ, եթե խոսում եք
գոյություն ունի հանձնաժողովում քննարկվել է, ես մի բան եմ ասում, հավաքանու որոշման այնուամենայնիվ որոշումը կայացված։ Հանձնաժողովում դրական լինելու պարագայում որոշումը մտնում է հավաքանու արդեն տիրույթ, որոշման տիրույթ։ Բացասական ստանալու դեպքում հետ է արդեն կանչում։ Եթե հանձնաժողովը այնուամենայնիվ ինքը դրական է տվել, դա դեռ չի նշանակում հավաքանու նիստում գումար պետք է դրական ստանա, դա դեռ չի նշանակում։ Եվ ինձ որպես օրինակ, որ երբ որ բերում եք, ասում եք դե հանձնաժողովում ինքը կողմը քվեարկվել, դա չի, այն փաստական տվյալը չի, որ հավաքանու նիստում կարող անցնի։ Այնուամենայնիվ ոնց կորոշի, ես չեմ անի։ Շնորհակալություն։ Ես նա բան ասեմ, այստեղ հարցը ոչ թե որոշում ընդունվելն է իմ ասածը, այլ քննարկումը։ Այսինքն այն որոշումը քննարկվում է նաև մշտական հանձնաժողովի նիստում, որոշումը այո, այսինքն հիմա մամական Շատ բարի ևս մեկ դիտարկում, պարոն Մարկարյան, կապված ձեր ասացի հետ, որ տարիներ շարունակ այդ մարդը տիրապետել է այդ հողամասին, բարոսկոպին չանչի, բայց զավթել է, տիրապետել է, մշակել է, ինչ-որ արել է։ Ու նմանատիպ տարբեր դեպքեր ունենք, մի դեպքեր նաև Թայրովում ունենք, որ Զավեն ազգանունը չեմ հիշում, Զաքևոսյանը։ Տիրապետում է նմանատիպ մի հողատարածքի, որի մեջ տիրապետել է, հիմա էլ փակել է զախորով, ասում է հիմնա տվեք ինձ, ես քանի տարի է գալի գնում է, չգիտեմ, ես վերջերս ձեզ դիմել է, թե չի։ Հարգարժան պարոն Զաքևոսյանը տիրապետելով այդ հողամասին, չափարապատելով այդ հողամասը, արգելք է ստեղծել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Էշպեաթի շեցի աշխատակիցների համար։ Երեք առաջի օրը նորից դեպք ունեցան։ Հրդեհ եղավ այն ենթակայանում, որը որ տեղադրված է իր կողմից տարիներ շարունակ մշակված, պարսպապատած հողի մեջ ու խնդիրներ է առաջացնում։ Նույնիսկ իրար քաշքշել, պետով խփել էր երեք տղեկի հետ կապված, երկար, տենց բան։ Ասածս որն է, այն որ մենք ապօրինի տիրապետում ենք այդ հողամասին, դա դեռ չի նշանակում, որ պարտադիր պիտի մեզ օգտվի այդ հողամասը։ Իհարկե։ Ես ձեր հետ համաձայն եմ, բայց ոչ այս դեպքի համար, որովհետև զավթում բառը այստեղ ուղղակի ավելորդ է, երբ որ մարդու գրանցված վարձակալության պայմանագիր, այստեղ զավթման Այդ բառից համար ներողություն խնդրեցի, ասեցիք գուցե։ Հասկացա ձեզ, ու այդ դեպքերով համաձայն օրինակիներ իմ անդրադառնան։ Այս դեպքում ինքը չի կարող դիտարկվել, որովհետև ինքը օրինական իրավունք է դրա նկատմամբ ձեռքբերել 2003 թվականին ու այդ օրվանից մինչև այսօր ինքը օրինական եղանակով տիրապետել է, օգտագործել է։ Իսկ ձեր նշած դեպքի համար մենք համեմատություն ենք ստացել, դրա մասին մենք տեղյակ ենք։ Հիմա բոլոր իրավական կողմերը փորձում են ճշտել, որ ոչ մի բաց թողում չունի։ Ցանկացած պարագայում, եթե ինքը ձեր ասած ձևով զավթված տարբերակ եղավ, եթե նույնիսկ ինքը այդտեղ ուղղակի սեփականության իրավունք ունեցավ, բայց կառուցապատման, պարսպապատման իրավունք չունեցավ, այդ բարիստը ավտոմոնտաժվել է, որովհետև մենք էլ ենք հասկանում, դա անվտանգության կանոններ է, որը պետք է պահպանել, որը մի հոգու, երկու հոգու հարց չի, մի ամբողջ համայնքի բնակավայրի ու հասարակության հարց է։ Շատ բարի ընդունեցի ձեր ասածը, ողջունելի է, որ դուք եք այդպես մտածում, այլ կերպ չի կարող մտածել։ Նոր քիչ առաջ հավաքանին հաստատեց նաև 18 քառակուսի մետր տարածք Փարաքարի Նարեկացի թաղամասում, որ պետք է նորից հատկացնենք, պարոն Ախվերդյանի հետ ես զրուցել եմ, ընդեղ է նմանատիպ խնդիր ունենք։ Այն հողատարածքը, որը որ մենք նոր հավաքանիով մեր համայնքի բարելավման բնակիչների համար հատկացրեցինք, այդ համայնքով այդ տվյալ տարածքում նույնպես պարսպապատած դարպասադրած ու ամեն ինչ։ Ուստի ոչ միայն համայնքի ղեկավարը, ես ինքս որպես համայնքի բնակիչ, որպես ավականի եւս անձն եմ առնում այդ պարտականությունները կատարելուց, խնդրելով կլինի, համոզելով կլինի, եթե չէ, այն ամենահետ վիճակը ձեր ասած ապամոնտաժմանը մենք էլ մեր խմբակցությունն էլ բոլորս մասնակիցն ենք։ Այս դեպքերը բացառելու համար է, բացառապես Դրա համար առաջարկվեց մի հատ ևս մեկ անգամ քննարկել, միգուցե հենց նույն հանձնաժողովով, խնդրենք նաև համայնքի ղեկավարին, խնդրենք մյուս հավաքանիներին, ովքեր կարող են մի հատ այս տեղում էլ այդ տարածքին ծանոթանան, հետագայում ինչ չեմ կարծում, որ վռազելու բան ունենք, եթե այս 23 երկարուձիգ տարիներ այդ մարդը համբերատար տիրապետել է այդ հողամասին, ուստի մինչև մյուս նիստում ևս
ամփերի։ Ուստի առաջարկներն էր նորից մնում է նույնը, մի հատ եւս մեկ անգամ միասին թե հանձնաժողովով, թե հավաքարիներով, թե տեղում, թե մնացած թղթաշրջանառությունով Խնդիր չեմ տանում, կարող է թողել հաջող։ Եթե կարելի է, բայց մեկը մարդուն օրենքի սահմանում մենք հանձնում ենք, չեն կարող ուրիշ ձևի մենք վերաբերենք։ շատ բարի, պարոն Ախվերդյան ջան, ոչ մի խնդիր, ուղղակի հասկանալի։ Ուղղամասի հետ կապված վարչականության պայմանագիր ունի։ Այո, հիմա նշվածան է չէ, հետագայում Արտենյանների հարցերը բարձրացրել է, իրան ցավ պատասխանել են, որ եթե պայմանագիրը կնքած է, որ հետագայում գնա նախապատվության իրավունքով, կոպեկներով կնքի ցանկացած պարագայում որոշ աջուրտի Աջուրտի պարագայում էլ ինքը առաջնահերթ գնման իրավունք ունի, եթե Չէ, բան գոյություն չունի պարագայում, եթե ինքը ունի առաջնահերթ գնման իրավունք ու հողամասը որոշվում է, ինքը պարտադիր ձեռքաբերում կառուցել արժեքով։ Դա հողային ունեցքի պահանջ է։ Առանց աջուրտի։ ես պարզ ասեմ, եթե մի տեղ տեսնեմ օրենքը պետք է չպահվի, ես հաստատ պետք չի դասնի ստեղ։ Իսեր ասո ձեր մասին նման մտածելու բան չկա, Չէ, պարոն Ախվերդյան Ախվերդյան, ձեր անձի հետ կապված չի կարա մի հատ բան դնի, առաջին օրը որ մենք ձեզ ճանաչում ենք, մինչև համայնքի ավականի լինելը, մինչև համայնքի ղեկավարը, մենք իրար լավ գիտենք, դրա մասին չի խոսքը։ Ուղղակի ուզում ենք հասկանալ, որ դրա համար ասում եմ, եթե հարցեր կա, իշա հասկանենք եւ հարցերը Անոշ կնարկում ասա։ դա ինձ էլ ապետ կարող մի բան սխալվել են, Դրա համար որ են սխալվել, բայց քանի անգամ Միքայելյանն հետ սա ամեն ինչ բանը մարել, մենք ուղղակի պետք է ասենք չեն տարել, բայց էլ իրավունք են։ Պարոն Միքայելյանը լավ մասնագետ է, փաստում է, բայց նաև հնարավոր պարոն Միքայելյանն էլ ինչ-որ բան վրիպած լինի կամ աշխատակը։ Դրա համար ասում, եթե կոնկրետ հարցեր կա այդ օրի անենք, եթե չէ, ձևական չթողեն հաջորդ նիստին։ Ձևական մենք երբեք բանարել։ Եթե հիմա կոնկրետ հարց կա։ Չէ, ձևականի խնդիր չկա, ուղղակի մտահոգություն կա, ուսումնասիրելու առաջարկը դրա համար Ախվերդյան ջան։ Ուսումնասիրած է Գյուլնազարյան առանց։ Խնդրում եմ քվեարկել, ովքեր են որ դեն 3 դեն 2 դեն շնորհակալություն։ Հաջորդ հարցը կզեկուցի Էդգար Մանքայանը։ Հարգելի ավականներ, ձեր քննարկմանը ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված նպատակային հատկացումներ ստանալու նպատակով Փառաքար համայնքի 2026 թվականի սուբվենցիայի ծրագրային հայտերի համաձայնություն տալու մասին հավաքանու որոշման նախագիծը։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով, 18-րդ հոդվածի առաջին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-17 որոշմամբ հաստատված երկրորդ հավելվածի 12-րդ կետի երկրորդ ենթակետի ապարբերությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը եւ հանրային լսումների վերաբերյալ արձանագրությունը, Փառաքար համայնքի ավականին որոշում են։ Հաստատել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված նպատակային հատկացումներ ստանալու նպատակով Փառաքար համայնքի հետևյալ սուբվենցիաների ծրագրային հայտերը։ Փառաքար համայնքի պտղունք և մուսալեր բնակավայրերում նոր մանկապարտեզների կառուցում գործող շենքերի քանդման։ Փառաքար համայնքի Ռազմիկ Արշակյան Մայիսյան փողոցների և Երևանյան երկրորդ ներբանցքի կոյուղու կառուցում։ Փառաքար համայնքի փողոցների ասֆալտապատում, մասնավորապես Փառաքար բնակավայրում Ռազմիկ Արշակյան, Մայիսյան, Հարություն Աբրահամյան, Ռոբերտ Գասպարյան փողոցներ և Երևանյան փողոց երկրորդ ներբանց, Բաղրամյան բնակավայրում Այգեգործների փողոց, Թայրում բնակավայրում Կարեն Դեմիրճյան 8-րդ փողոց, Նորակերտ բնակավայրում Շինարարների փողոց։ Փառաքար համայնքի պտղունք և մուսալեր բնակավայրերում խորքային հորերի կառուցում։
Փարաքար ամենքի փարաքար եւ մերձավան բնակավայրերում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, յուրաքանչյուր բնակավայրում շուրջ 3000 մետր։ Փարաքար ամենքի այգեք բնակավայրի մշակույթի տան եւ արևաշատ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում։ Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի համար 1708-ին որոշմամբ հաստատված երկրորդ հավելվածի 4 կետով սահմանված ժամկետներում սուբվենցիայի ծրագրային հայտեր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու համար։ Սույն որոշում ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Այստեղ մի բան ասեմ, եթե իմ ու ձեր նույն տեքստը կարող է մի երկու բառի խնդիր լինի, տեխնիկականակ կարգավորեք։ Եթե հարցեր կա, լսում եմ։ Ես բան ասեմ, նա ողջունելի է, որ ամենքի համար այդ գործեր արվում, շատ կարևոր է, ինչի մասին որ խոսեցիք, անցած տարի, նախանցած տարի քննարկվել է ու դա այն ծրագրերն են, որ այ առաջնահերթություն ունեն, բայց մի հարց Մուսալերի պես մեծ գյուղում այն ժամանակ էլ ասֆալտապատում չեն տարել, հիմա էլ այդ Բաղրամյան փողոցի հետ կապված ասֆալտապատման ծրագիր կա հաստատված։ Մի հատ կսնցեմ ասել ինչու չի այդ ծրագիրը կյանքի կոչվել Պարոն Գիմնազյան, ուրեմն տեսեք, Մուսալեր բնակավայրի Բաղրամյան փողոցի հետ կապված ասֆալտապատումը ինչի չի սկսվել։ Համաձայնագիր ուղարկվել է այս պահին, բայց որոշակի ֆինանսական ինքը, եթե չեմ սխալվում, 3 միլիոնի չափով։ Խնդիրը ինչու՞մն է։ Այդտեղի ջրագծի հետ կապված ծրագիր կա տարածքային զարգացման հիմնադրամի հետ կապված, այսինքն տարածքային զարգացման հիմնադրամը այդտեղ պիտի իրականացնի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում եւ Արևաշատին Երևանի երիտասարդություն փողոցում, չէ՞, Երևանյան փողոցում։ Այդերգուլ դեպքով հիմա այդ խնդիրը ունենք, դրա համար ասֆալտապատումները չեն սկսում աշխատանքը, այսինքն իրանք ծրագրերը հաստատված են, շինարարի մրցույթները հրապարակված է, շինարարները արդեն հայտնի են, ամեն ինչ, այսինքն ամեն ինչը կա։ Հիմա այստեղ զուտ խնդիրը խմելու ջրագիծն է, որ չդնենք այս պահին ասֆալտապատում իրականացնենք, հետո այդ նույն ասֆալտը քանդենք։ Իսկ այդ փողոցի հետ կապված մենք Ես այդ հարցերը անգամ քննարկեցի պարոն Ախվերդյանի հետ։ Ես գիտեմ, որ այդ փողոցի ջրամատակարարումը փողոց է, հարցս դրանում է։ Ես համաձայն եմ ձեր հետ, բանը ձեր քննարկել եմ, ձեզնից լսել եմ, բայց հիմա գործող ծրագիր կա ու այդ ծրագիրը միևնույն է իրականացվելու է։ Հիմա Իսկ գուցե մենք տարածքային զարգացման հիմնադրամին գերենք, որ տվյալ փողոցը արդեն իսկ ջրագիծը կառուցված է նորովի պարոն Ֆարֆարյան, դուք էլ գիտեք որ այդ ծրագիրը տեղափոխենք նույն Մուսալեր վարչական շրջանի մեկ այլ փողոց, մենք երկու գործ կանենք, տեղափոխենք մեկ այլ փողոց եւ ստերի ասֆալտապատում անենք մյուս փողոցի հետ ջրագծի կառուցում։ Ինձ թվում է բարի է տարածում մասերն։ Այս մեր պրոցեսներին ամբողջությամբ կարելի ասել ծանոթ եք, տեղյակ եք ինչա իրենից ներկայացնում։ Նախ այդ ծրագիր փոխելը բազմիցս այդ հարցը բարձրացվել է թե սուբվենցիոն շրջանում, ծրագրի շրջանակներում, թե տարածքային հիմնադրամի շրջանակներում։ Ծրագիր փոխելը ուղղակի չի իրականացվում ու վերջ, այդտեղ հստակ բառն է դրված։ Առաջարկենք չիրականացնեն, առհասարակ այդ փողոցում ուղղակի մենք ասֆալտապատում անենք, կարող ենք այդպեսի առաջարկով հանդես գալ, բայց դա ինչքանով տրամաբանական կլինի ու օբյեկտիվ ու օգտակար, դա կարանք քննարկենք հասկանանք։ Մի հատ էլ մեկ էլ 10 տարի հետո չէ, հենց հիմա մրցույթը մի անգամ հրապարակել են արդեն, դրա պարբերաբար ճշտում ենք ինչա կատարվում։ Ուրեմն մրցույթը հրապարակել են, հաղթող կազմակերպությունը որոշվել է, հետո չգիտեմ ինչ տեխնիկական իրաց հետ կապված, թե տեխնիկական, թե մի խոսքով խնդիրներ են եղել, պայմանագիրը լուծարվել է այդ պայմանագանի հետ, շահող կազմակերպության հետ, հիմա նորից պիտի մրցույթ հրապարակեն, որ նոր շինարարը շահի։ Ու Մուսալերում մենակ Բաղրամյան փողոցը չի, Մուսալերում բավական մեծ ծրագիր է, ուղղակի համանուն Բաղրամյան փողոցի ջրագիծն է քննարկվում, որովհետև մենք այդտեղ ունենք անելու, մենք ունենք այդտեղ ասֆալտապատման ծրագիր ու մեզ խանգարում է, որ մենք մեր ծրագիր իրականացնենք։ Բայց ընդհանուր առմամբ այնտեղ վթարային իրավիճակ կա երկու տեղով, այնտեղ չեն կարող պահել, այնտեղ երկու տեղով վթարալում, այնտեղ չեն կարող։ Բաղրամյանի վրա երկու տեղ կատանաբույժ կարող են ստանդերն առնում, միշտ վթարել։
Մեկ էլ ես այդ չեմ շում, երեք դույն գծով ես ասես գիտեմ, բայց դա միշտ վթար է։ Այդ երկու վթարը կարգավորելը շատ հեշտ խնդիր է։ Ես առաջարկում եմ ես ինքս էլ տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի հետ մի հատ էս պահով զրուցենք, կփորձենք հասկանալ, եթե հնարավոր է, ոչ Մենք կարող ենք հա խոսել, ծրագիրը շատ մեծ է։ Երևի հուսալար բնակավայրի շուրջ 70%-ը ներառում այդ ծրագրի մեջ։ Որից մի փողոցն էլ Բաղրամյանն է, էլի։ ոնց հասկանում Ասում եմ, եթե ցանցը պետք է փոխվի, ճիշտ լինի, եթե փոխենք։ Կարող իրար հետ չաշխատի։ Չէ, խնդիր չի։ Դե ասում եմ, ես ծրագիրը ճիշտ եմ, արդեն մի 4-5 ամիս անցել է, երբ որ նայել եմ, բայց ամբողջությամբ նայել եմ, շուրջ բնակավայրի շուրջ 70%-ը ներառված է։ Պարոն Մարկարյան, ես ձեր ներկայացրած տարվա ընթացքում կարա փոփոխվի։ Ծրագրերը չէ, ինչի համար, պարոն Արտեմյան, որովհետև մինչև մարտի 1-ը ներկայացման վերջնաժամկետն այդ ընթացքում հիմա այս բոլորի նախագծերը, որը պատրաստ է արդեն, որոնք շուտով մոտ օրերս կհանձնեն, պիտի ուղարկենք փորձաքննության ու մինչև մարտի 1-ը վերջնական փաթեթները պիտի ներկայացնենք, հետո արդեն փոփոխման իրենք ենթակա չեն լինում։ Պարոն Մարկարյան, շատ ողջունելի է, որ պատմունքում եւ ուսալերում նախկինում են ներկայացված եւ ձեր հաստատված ծրագրերով նոր մանկապարտեզի շենքեր են կառուցում, ես հասկանում եմ, որ հսկայական գումարներ են ծախսվելու, բայց կոնկրետ ուսալեր փողոցում այդ արևաշատ գնացող ճանապարհը այն Խաչմերուկի խանութից մինչև գյուղի վերջ է, այդ դպրոցի ճանապարհը շատ անմխիթար վիճակ, անխայտարակ վիճակ, երեխեքները տենց գնում գալիս են, ես գոնե կխնդրեի այդ փողոցը առաջարկենք ինչ-որ ձերից հետո համայնքային բյուջեի հաշվին, գոնե այդ փողոցը շատ երկար է, մի քանի 100 մետր է, ասֆալտապատման մեջ մտցնել։ Դեպի արևաշատ գնացող ճանապարհն ասում դպրոցի եւ բուժամբուլատորիայի դիմաց համաձայն եմ, բայց այդի մի քանի 100 մետրը մի կիլոմետրից ավել է, եթե չեմ սխալվում, եթե որոշենք անել, պիտի անենք այդ Խաչմերուկից մինչև արևաշատ մուտքը, այդ հատվածը մոտ 3 կիլոմետր դառնում է ոնց որ միջանկյալ տարածքը չէ, կոնկրետ որ շենքի Հիմա ծրագիրներ պարոն Արտեմյան չեմ հիշում, այդտեղ հնարավոր է նաև ջրագիծը այդտեղ էլ իրականացվի աշխատանք։ Վարդանը մտել փոխած չի։ Փոխած է։ Դե ամեն դեպքում հիմա այս ծրագրերը երբ որ հաստատվեն, հիմա կարծում եմ ու ինձ թվում է դուք էլ իմ հետ կհամաձայնվեք, որ մանկապարտեզի կառուցումը ավելի կարևոր է, քան այդ ասֆալտը։ Հիմա մանկապարտեզի կառուցումն իրանից ամեն մի մանկապարտեզը շուրջ 730 միլիոն դրամի բան է։ Նախաշիվ, որից կարծեմ 200-ից ավել նախահաշվային արժեքի դեպքում։ 200 միլիոնից ավել յուրաքանչյուր մանկապարտեզի համար մենակ մենք վճարում ենք համայնքի մասնաբաժին։ Այս պարագայում մենք ավելի լավ է սրա հարցը լուծենք։ Եկող օրինակ 27 թվականի սուբվենցիոն ծրագրով առաջին ծրագրերից մեկը հենց այդ նախատեսենք ու հնարավորինս երկար գոնե ամբողջ Մուսալերի հատվածը մաքրենք։ Չի կներակում պարոն Մարկարյան ներողություն, պարոն Արտեմյան, ձեր ասածը, այո, դպրոցաշինությունը, մանկապարտեզի կառուցումը կառավարության կողմից այդ ծրագիրը շատ վեհական ծրագիր է, որը մենք գիտենք հետ սովետական շրջանից մինչև մեր օրերը, մինչև կառավարության այս ծրագրի ներկայացնելը չենք ունեցել, որովհետև ամուր պետության հիմքում ընկածած կրթված ու զարգացած գիտելիքով հարուստ մարդիկ։ Իսկ մանկապարտեզը հենց այն հենքն ու հենարանն է, որտեղից սկսվում է։ Ուստի չի քննարկվում մանկապարտեզի ու փողոցի ասֆալտապատման այդ հարաբերակցությունը։ Նորմալ է։ Ուրիշ դիտարկում չկա։ Բազմապես կխնդրեի, որ գարնան աշխատանքները որ սկսեք այս փողոցների բանի, գոնե մի քանի այդ ավարտած ասֆալտը որ տալիս եք, գյուղում իրոք էլ են այս փողոցները արդեն մեզ է չմոռանալ։ Այս անձրևից հետո սաղ Ձեր ասած հատվածը Մուսալերի ասֆալտով կարգական կանեն, փակեն մի Եվ քանի պատմունքում էլ փողոցները արդեն շատ որտեղ որ համացած ասֆալտի չկարանան կանեն, շիբին են ուզում ձեռք բերեն, գեցեին շիբին։ Այդ լավ փողոցները գոնե ձևով ցերքից խնդրում եմ հաշվի առեք, էլը որ հաշվի առել են։ եղավ Մոտապես մի 15-16 միլիոնի ուզում ենք շիբին ձեռք բերենք, բանջույթով։ Եվ մի ասել, պարոն Մարկարյան, ես ոնց նայում եմ չենք ներառել ռոռոկման, հիմա մի քիչ է որներ եմ աշխատում, ոնց որ այդ պրոբլեմների շատ եմ առնչվում, այս ռոռոկման ջրի խնդիրը էլ է, նախագծերը կան, ես ձեր հետ խոսացի են անգամ, դուք ասացիք, որ պետք է մի քիչ մասնենք, ես խնդրում եմ ամեն տարի գոնե գյուղ առ գյուղ, ամեն տարի 2 գյուղ նախատեսել է սուբվենցիոն ծրագրերը եւ այդ 2 կիլոմետր ռոռոկման հավաքակի
այդ վերակառուցումները կատարենք էլ Դրանց նախագծերը չկա։ Շատ կարևոր բան է։ Պարոն Արտեմյան, համաձայն եմ ձեր, ուղղակի այն ծավալի առաջնային խնդիրներ կան, որ էդի են հարցնա, որ ինքը գյուղատնտեսական հողերին է հենց վերաբերվում, էլի գյուղատնտեսական հողերի ռոռոկման ցանցն էլ գիտեք 2 կիլոմետրը կարող է 5%-ն էլ չլինի նույնիսկ ու ինչ որ մի բնակավայրում 5% ռոռոկման հարց լուծելով որի փոխարեն օրինակ կարելի է 500 մետր նորմալ շատ տոկոս է, որովհետև մի համեմատեք Բաղրամյան Նորակերտի հետ, այնտեղ մի քանի հազար հեկտար ունեք, 600 հեկտար, 600 քանի հեկտար մուսալերնա, 424 հեկտար։ Չէ, Բաղրամյանն է, մոտավորապես 600 կիլոմետրը կոնկրետ հարցալուծում, պարոն Ֆարսարյան, ինչ լավ է տիրապետում, ասես հարցալուծում։ Պատմում մի հատ էլ երկուս անենք այդ խնդիրները։ Մուսալերում է Պատմում էլ խոսքի Արտեմյանը եկա գործ արել, բայց Մուսալերում вообще ոչ մի սա հողային է, ռոռոկման համակարգ չկա։ Դա կարևոր է, որտեղ մարդիկ սկսել են նորից գյուղատնտեսությամբ զբաղվել հիմա Մանավանդ խորքային օրերն էլ արել եք, կարող շատ կարևոր է։ Այս տարի կարող ենք մենք խորքային հորի հարցեր լուծել, եկող տարի օրինակ դնենք հնարքման կոնկրետ, եթե պատմում ու մուսալերում էդի հարցալուծում կարանք այդ երկու բնակավայրում օրինակ իրականացնենք։ Կարծում առաջնային այն որակը բավարարում այդ հարցի լուծումը։ Առաջնային պատմումն է կարևոր մուսալերում, բայց դեր Բաղրամյան Նորակերտը ավելի առաջնային, որտեղ հեկտարները շատ են, մեծ է։ ու արտիկ արդեն սկսեն հող Ռոկոսային հարաբերակցության ճանապարհների համար եմ ասում, Բաղրամյան Նորակերտում այդ 2 կիլոմետրերը լինելու են պլյուս մինուս 5%։ Այսինքն եթե ճանապարհից օրինակ պիտի գնա 10 կիլոմետր ճանապարհ, այդ 10 կիլոմետրից 2-ը նորմալ գնաց, 8-ը մեկը հողային առվով է գնալու։ Զուտ հարցը էս, այսինքն մենք ավելի լավ կլիներ նպատակային անենք, ոչ թե ցրված 2 կիլոմետրով ինչ-որ տեղով անենք, հնարավոր է ձեռք բերենք մի այնպիսի նախագիծ, կամ 2 կիլոմետրը իրականացնենք նորը, ձեռք բերենք մի հատ էլ օրինակ 8 կիլոմետր ու այդ 8 կիլոմետրը ուղենք մի կոնկրետ բնակավայրի, մի բնակավայրի հարցը այդտեղով լուծվի։ Դա ավելի ճիշտ է։ Որովհետև պրոստը սենց պուջուր անելով ցույց տալով, որ գործ ենք անում, բայց իրականում այդ գործ արված չէ, թե այդ էլ նպատակահարմար չի, էլի ամեն Ուրեմն կարող եք հենց 27 թվականի առաջի երկու ծրագրերը հենց դրանք անենք, պատմում մուսալերը այդ 2 կիլոմետրը անում։ Ես էլ առաջարկում եմ դրան որ ասեք ուրիշները շուտով ես կամեցամ այդիկու չարը։ Սարգսյան ջան, տեսեք։ Առաջարկում եմ ջերմուկա անենք։ Որ սարսուլ Տեսեք, հարցը սենց այգիները որովհետև այնպես չի գյուղատնտեսականը քիչ են։ Հիմա երբ որ այգիը ունի առաջնային ավելի կարևոր խնդիրներ, կարծում եմ ավելի լավ է որոշակի ժամանակահատված օրինակ 1-1.5 տարի է սպասի այգիը, բայց դրա փոխարեն իրականացվի համայնքի բնակավայրի ներսում ավելի առաջնային խնդիրներ։ Պարոն Մարտիրոսյան, չէ՞ Աններ են տալի։ Եթե այդքան մարդիկ նայում են, ասում են ոնց է, ուզնակ այգի անում չեն տալի։ Օրինակ այգի քունի հարց դա է, ստացել այգի հարց։ Չէ, ժերևովքի հարցը։ Մենք այգի քուն ոսկի ճանապարհի Ele estava com nós. Pegar aqui do time de assim, Bauerman, Orakel, Hudson. İran'da geliyor. Granada bir rahatsız. Տեսեք, ցանկացած բնակավայրում բոլորս ենք տեսնում, որ
ցանկացած բնակավայրում իրականացվում է աշխատանք։ Հիմա եթե օրինակ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ այգի բնակավայրում մենակ մշակույթի տուն է վերանորոգվում, այդ չի նշանակում, որ 27 թվականի ընթացքում մենակ այգեկում էթնիկ գործ է արվելու, որովհետև ձեր հետ են բազմիցս ընթացիկ աշխատում, դուք գիտեք, որ մենակ ավականունիստերը չի, առնվազն 5 գործ տեսպահին նախատեսված է մենակ այգեկում, որից 4-ը գնում են համայնքային բյուջեով, մեկը սուբվենցիոն ծրագրում։ Հիմա եթե բնակիչը պրոստը լսում է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավականունիստին քննարկվում է մի հատ ծրագիր, դուք այդ նույն բնակիչների հարցին, որ ձեզ են ուղղում այդ հարցի պատասխանը, այդ հարցի պատասխանը կարող եք ասել, որ այդ մի ծրագիրը չի, ուղղակի այդ մի ծրագիրը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում է։ Իսկ ժողովրդի հետ կապված հիմա եթե մտքում առաջնային գործը որոշման համակարգի իսկ այգեկում ասֆալտը, ուրեմն ավելի լավ է անենք մտքում։ Որոշումը այգեկում ասֆալտը, ոչ թե ջրիբով կանենք այգեկը շահի մտքում բանը, որոշման ցանցը անենք, համ ասֆալտ անենք, մտքումքին ասենք, այս տարի սպասիլը գնանք ինչ ենք անում։ Ես իջերը ես չասեցի, ասենք որտեղ որ անհրաժեշտ է, ասենք եթե այգեկում անհրաժեշտ Բավարարյան նորակել շուտ վերջանքը ջրիբով կանենք, ասենք ասած 8 կիլոմետր բոլոր տեղերը ռոռոկման խնդիրը կա, որտեղն են անհրաժեշտ է, մեր ասածներն է, որտեղ որ պետք է անենք, միանգամից նորմալ։ Ես էլ 2 կիլոմետր բանս դրա ես էլ նոր այդ առաջարկեցի, հա։ Պարոն Արտեմյան, ծրագրեր ներքին ցանցի հետ կապված ջոն ծրագրեր չի։ Բայց գյուղատնտեսական ցանցը ներքին ցանց չի համարվում, բան Արտեմյան։ Բնակավայրերի հատվածը համաձայն է, բայց նայեք, գյուղ հողերի մեջ գտնվող աղները դրա համաձայն սեփականություն, համայնքի հիմնական։ Դա սեփականություն։ Համայնքը տվել է ջոյի։ Հա, տասը օգտագործում, բայց դրան համայնքի Դե մենակ վերանորոգում են։ Մենակ վերանորոգում է, այդում ակնման աշխատանքներ է, նա մեկ էլ այդ սելուժներն են սարքում։ Դե վերաբերվում ներշնչեցի մայքում։ Ջոյս կարկառում երկու ներկայացուցիչ ունեմ, այդ հարցը մեր համայնքի վրա կլուծեն։ Պարոն Ախվերդյան, ուրիշ հարցեր։ Հարցեր չկա, զգարկեն։ Ոսկեր են մոտ։ Ինչի համար։ Երկրորդները սավոյան չավայք։ Որակարգի հաջորդում ստացը կներկայացնի ֆինալի բնորությունները։ Հարգելի ավականու անդամներ, սիրով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարտի Փարաքար համայնքի ավականու 2025 թվականի դեկտեմբերի 29-ի համար 176 վիզային որոշման հաստատված հավելվածների մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի և նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի և 33-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Փարաքար համայնքի ավականին որոշում է։ Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 1,419,447,175 դրամ 30 գումա, որից վարչական մասի ազատ մնացորդը 702,456,405 դրամ և ֆոնդային մասի ազատ մնացորդը 416,990,770 դրամ 30 գումա։ Ֆոնդային մասի հողի օտարումից մուտքեր 122,871,953 դրամ թիվը փոխարինել 143,384,707 դրամ 70 գումա թվով։ Ընդամենը ֆոնդային բյուջեի 1,139,960,000 դրամ գումարը բաշխել։ Բաժին 01.01.11 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ծախսերի նախահաշվի 51.13 շենքերի և շինությունների վերանորոգում հոդվածին 50 միլիոն դրամ, 51.22 վարչական սարքավորումներ հոդվածին 10 միլիոն դրամ։
Բաժին 04.0214 ոռոգում ծախսերի նախահաշվի 51.12 շենքերի և շինությունների շինարարություն հոդվածին 60 միլիոն դրամ, 51.22 վարչական սարքավորումներ հոդվածին 5 միլիոն դրամ, 51 Որոշում նախագիծը ծախսեր կայացնելը Ովքեր են որ անցավ միանձը Ուրակարգի վերջին հարցավական վերտական լիստը ուղղար սահմանում է առաջարկում են սահմանը 2026 թվականի մարտի 17-ին ասեցին 17-ին մարտի 17-ին Նախագիծը փոխանցել սահմանել չէ, նախագիծը առաջարկում է, եթե կարողеш որ մեկին առնած լինի, դա ոչ նա նախագիծը փոխելու Երեք շաբթի օր ալինում 17-ին որը հարմարայ որը անցավ միարգան